Մի քանի սխտոր հանել հողից ու հարստացնել քաղաքից եկած հյուրերին պարտադիր տրվող կապոցները։ Մի քիչ սամիտ հավաքել, պոկել ազնվամորու թեյի համար պիտանի ճյուղերն ու 1000 հատ մուրաբայի ընկույզ կճվել։ Դավիթբեկցի Անուշիկը ցերեկվա համար այսքան գործ է պլանավորել։ Նրա լուսաբացներն ու երեկոները տարվա այս ժամանակահատվածում զբաղված են։ Պիտի հասցնի պահանջված քանակությամբ ուրց հավաքել։ Առավոտը գնում եմ ժամ 6-ին։ Հետո ստանում եմ մկրատ, տոպրակ, մեշոկ։ Հով ժամերին էլի, հետո քաղում ենք վերում։ Չորացնում ենք, էլի հով տեղ եք չորացնում, որ գույնը չփոխի, կանաչ մնա գույնը։ Արևի տակ չենք փռում։ Քչախոս է ու բազմազբաղ, գյուղացիները կատակում են, Անուշիկը գործ անելիս գործ է փնտրում։ Ազնվամորու մեծ այգի ունի, սիրուն բանջարանոց, քաղաքացիների համար էլ պատվերով տնական տորթեր է թխում։ Նաև գյուղի դպրոցի գրադարանավարն է։ Ինքնաեռը հազվադեպ է տուն տարվում, բակից հարմար հատված է ստեղծել, օրվա գործն է անում, աչքի տակով էլ հետևում, որ արևի ուղիղ ճառագայթները չորացող ուրցի վրա չընկնեն։ Սա լրացուցիչ եկամուտ է, էլի, դա չես կարա դրանով ապրես։ Դե այգիներ եք մշակում, մենակ ցանոթ չես կարա։ Բարեկամներս շատ են, շրջապատս մեծ է, ծանոթությունները շատ ունեմ, շատ շատերին հյուրասիրում եմ, տալիս եմ տոպրակներով, այն ոչ թե մի անգամ, մի քանի անգամ ուղարկում եմ, և մնացած բաներն էլ ինչ որ պատրաստում են։ Ուրցը միակ դեղաբույսը չէ, որ առատորեն տարածված է Կապանի սարերում ու դաշտերում։ Բուսաբան գյուղատնտես Արթուր Պատվականյանը կյանքը նվիրել է Սյունիքի բնության ուսումնասիրությանը։ Դեղաբույսեր է հավաքում, դրանցից բուրական փնջեր պատրաստում։ Հիմա էլ փոքրիկ թեյարան է բացել, որտեղ կարելի է վայելել գրեթե ողջ տարին հավաքվող տարատեսակ բույսերից պատրաստված թեյերը։ Դեղաբույսերը, որոնք որ գիտականորեն ապացուցված է իրանց դեղաբույս լինելու մասին եւ ընդունված է ամբողջ աշխարհում, գրեթե բոլորը մեր բուսականության մեջ կան գոյություն ունեն։ Հարցը մի ուրիշ ասպեկտում է, երբ կարելի է դրանք հավաքվել եւ որտեղից կարելի է հավաքել։ Օրինակի համար ասենք ամենամոտ տարածքը, որտեղ բանոք ճանապարհ մեքենայով գնացինք, մինիմում 150 մետր պետք է ճանապարհից մարդը բարձրանա ու նոր սկսի դեղաբույսերի հավաքը։ Ամեն ինչ չափի մեջ է ճիշտ։ Սարի ծաղիկով թեյեր նախընտրողների համար մի քանի խորհուրդ ունի բուսաբանը։ Ասում է անգամ ամենաանվնաս բույսերի պատրաստուկները պետք է զգուշորեն օգտագործել։ Շատ սիրողներն էլ պարտադիր պետք է երբեմն դադար տան։ Ասենք գիհի ռուսերեն մաժևելնիկ։ Գիհի դեղաբույսերի գրքում էլ կա գիհի մասին։ Թորոսյան դեղաբույսերի գրքում գիհի մասին կա։ Ինքը իր պտուղները, հատապտուղները դեղաբույս են, բայց երկու սերմիկ ունեցող հատիկը թույն է, 3 սերմիկ հատիկ ունեցող հատապտուղը դեղաբույս է։ Այսինքն մարդը խոր ուսումնասիրած չլինելով գիհին մնում է գիհի, գնում է պոկում է գիհի, որ ունի 2 սերմիկ, բերում է ձեր ասած օգտագործում է եւ դա այնպես չի որ շատ վատ, բայց ինքը կողմնակի անցանկալի երևույթ կարող է առաջացնել։ Ոչ բոլոր բույսերն են, որ ճանաչում են տեղացիները, բայց ճանաչածն անխնա են հավաքում։ Պարտադիր պայման է տեղանքում եղած ուտելի բույսերի կամ դեղաբույսերի 30%-ը չպոկելը։ Բացատրում է Պատվականյանը, նաև հուշում, թե ինչի հետևից է պետք հենց այսօր անտառ ու դաշտ գնալ։ Այս պահին բուրըն ծակման շրջանում է Զիզիֆորան, ժողովրդի ասած միատնի ուրցը, Մեղրու սարի ուրցը։ Դաղձը արդեն ծակման շրջանում է, բայց մի 10 օրից արդեն ծակման փուլում է նաև Ղանթապան։ Եթե մարդիկ կան, որոնք սեփական այգիներում ունեն նռան ծաղիկներ, շատ լավ կլինի, որ նռան ծաղիկն էլ հավաքեն, ունենան, խնկածաղիկը։ Բուսաբանը խորհուրդ է տալիս տանն ունենալ կանաչ դեղատուփ, առյուծագի սրտի համար, ձիաձետ թեթև բորբոքումների, իսկ եթե խնդիր ունեն բժիշկների հետ պարտադիր խորհրդակցելուց հետո հավաքել ու օգտագործել բնության պարգև դեղաբույսերը։